Գառնի ենք ասել մի աննման գեղեցկուհի ու հարգված հարգարժան մեծապատիվ զոնքանչի համար։ Մենք ուղևորվում ենք Արտաշատով դեպի Գառնի։ Գառնի ջուրն եմ խմում, նայ գնում ենք Ազատի ջրամբար։ Գեղեցիկ ֆոտոզոնա է դարձել։ Հիմա մենք գտնվում ենք Գառնիում։ Տեղինով է զարդարվել այս դաշտամիջյան հատվածը։ Գնում ենք հիմա Գառնի տարածքներ հանգստյան գոտի, որովհետեւ տղներ ջան, Սեդերակ մեծ աղբերը գտնվելով Հունաստանում որոշել է մի նուրբ ու գեղեցիկ անակնկալ մատուցի Իզոքաշ մայրիկին ֆլորիստ դիզայներ Մարգարյան Ստեփան։ Եկես նոր եք հավաքվել, բա ուր են հյուրերը չեն եկել։ Բա սպորտային եք, չէ՞ տղեկ ջան։ Բա անդե քեֆ եք անում, արդեն նա ծափեր չենք տալի, հա։ Տեսեք ձեր ժամանակը ու անպայման այստեղով անցեք։ Իսկ մենք արդեն մտել ենք Գառնի։ Մտել ենք հերիք չի։ Իշկա չկա նկարել ենք։ Հարգելի ընկերներ, Սա մի հաշք է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու Երզարում ծուարյուն է, մեր երակներում հոսում, ապիս պատված երկիրը հարգելիներս, ողջուններս ձեզ, մենք ուղևորվում ենք Արտաշատով դեպի Գառնի։ Թերևս այս ճանապարհահատվածը այն քիչ Հայաստանի կտորներից է, որը քիչ է ուսումնասիրված, որի մասին քիչ են խոսում, հիմա աչից ցույց տուրիշ գեղեցիկ տեսարանն ենք։ Այս ճանապարհը ընկերներ բոլորինս վերջերս վերանորոգեցին եւ դարձավ հնարավոր ավելի անվտանգ, ավելի հեշտ տեղափոխվել այս ճանապարհով։ Հետևաբար հետաքրքրությունը նոր է ուժեղանում այս հատվածի մեր հայոց Սուրբ հողի։ Տեսեք գեղեցկությունը, ես այստեղով էլի եմ անցել, ցույց եմ տվել ձեզ, բայց հնարավոր է նոր մարդիկ գան մեր էջ, նայեն մեր տեսանյութը եւ տեսնեն այս ճանապարհահատվածը։ Հիմա Լանջազատ գյուղն է մեր կադրերում, որից մի քիչ վերև գտնվում է Ազատի ջրամբարը։ Այստեղ ամեն ինչը ազատ է, ազատության մեջ եւ ամեն բառի մեջ կա ազատության շունչը։ Ինչպես նկատում եք, այստեղ ազատություն է, ընկերներ, գեղեցիկ եւ հոգուն հարազատ ազատություն։ Հրաշքների մի հողակտոր է, որը շատ շուտով լավ էլ կուսումնասիրվի մեր հայոց ազգի կողմից, կգան, կգնան, դուրները կգա։ Եթե տեղյակ չէիք այս ճանապարհի մասին, իմացեք Գառնի գնալու համար, պարտադիր չէ գնաք Երևան, նոր գնաք Գառնի, եթե գալիս եք Վայոց ձորից, Սյունիքից, այդ կողմերից եթե գալիս եք, սա է ճանապարհը, տեսեք, շատ լավ վիճակում է, գեղեցիկ ճանապարհ է, բարի ճանապարհ եւ լավ խորհրդով ճանապարհ։ Այսքանը դեռ ընկերներ կմիանանք, երբ որ հետաքրքիր ինչ-որ կադրի ականատես դառնանք։ Ընկերներ, մենք նորից գնում ենք Ազատի ջրամբար, որտեղ մարդիկ հավաքվում են, շատ գեղեցիկ ֆոտոզոնա է դարձել, բացի գեղեցիկ լինելը, այն նաև շատ կենսական նշանակություն ունի Արարատյան դաշտավայրի համար եւ սա դարձել է հույս ու հավատի աղբյուր է, որ մարդիկ դաշտեր ունեն, ցանում են տարբեր տեսակի բանջարեղեններ, աճեցնում են խաղող եւ զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Այս հրաշք գեղեցկուհին մի ամբողջ մարզի ժողովրդի է հույս տալիս եւ մեզ իհարկե հայերիս ամբողջ բոլորիս, տեսիշ սիրունա։ Այն շահագործման է հանձնվել 1970-ականներին եւ մինչ օրս օգտակար է լինում իր ժողովրդին։ Վերջերս դարձել է օգտակար նաեւ տուրիստներին, որովհետեւ տուրիստները ուղղակի խելքահան են լինում այս հատվածի համար։ Տեսեք, եկել են, հավաքվել են, սիրուն պուպուշ, կիսամերկ, եկել են բան են անում, նկարվում են, էլի։ Նկարվում են եւ իրենց լավ են զգում մեղմ ասած մեր ջրամբարի կողը։ Մեր ջրամբարի կողքին իրենք են իրենց լավ զգում եւ հենց հիմա պահն է հասել, որ Վարդանը հանի դռոնը եւ Ազատի ջրամբարը ֆիքսենք։ Ազգին տված հերոսներ ունի, թե հարկ լինի նորից կերտա
ափին մանգալով Արենցին ձոնեց երկա գյուղը հիշելով Քարսունախ բյուր գետակի ափին մանգալով Արենցին ձոնեց երկա գյուղը հիշելով Ուլալիս ու հետանցիր բարդ ու դժվար ճանապարհ Առավել լավ հանգիստ նախընտրողների համար կա թերակղզիներ Ազատի ջրամբարում եւ իհարկե կղզի, որտեղ ես հələ որ մարդ չեմ տեսել, բայց մի օր կտնեմ հաստատ, մի ռոմանտիկ հաստատ կգնամ դեմ այդ սիրուն անակնկալ կազմակերպի լոդկայով բանով sense միտք եմ տալի էլի։ Այստեղ մարդիկ հավաքվել են երևի ձուկ են բռնում, հա։ Նստել են ձուկ են բռնում, մեր ձուկ բռնող բարեկամներ, եթե կտեսնեք այս տեսանյութը, խաբար արեք իմանանք։ Տեսեք, մեքենան սիրուն կանգնացրել են, իշ սիրուն տեսարան է ուղղակի հրաշք։ Ազատի ջրամբար, Արարատյան դաշտավայրի հույսը եւ ջուրը։ Եվ իհարկե գեղեցկագույն լեռներից մեկը հայոց աշխարհի։ Ապա սրա գեղեցկությունը տեսեք։ Հրաշք։ Իսկ սա ընդհանուր պատկերը հատուկ ձեզ համար։ Կադրերում Վարդանն է, դրոնը խաղացնի մոտում, բավականին լավ սովորել է դրոն կառավարել, այնպես որ ողջունենք Վարդանին։ Հայրենիքս հզորանա ու շենանա, ծովից ծով Հայաստան նորեն պիտի դառնա, որդիս հայը հայոց հողում պիտ մեծանա, հայինս է սուրբ Մասիսը ծովը վաննա, հայրենիքս հզորանա ու շենանա, ծովից ծով Հայաստան նորեն պիտի դառնա, որդիս հայը հայոց հողում։ Այս կադրը Ազատի ջրամբարի սպեցիֆիկության մասին է, թե ինչպես են անդրադառնում արևի շողերը եւ դառնում կարծես թե մեծ մակերեսով հայելի հայոց հողի վրա։ Ընկերներ, սովորաբար ցանկացած գեղեցիկ տեսարանի կողքին էլի գեղեցիկ տեսարան կա, որը պետք է անպայման նկատել ու ֆիքսել։ Իսկ մենք հիմա Ազատի ջրամբարի կողքի շրջակա լեռներն ենք նկարում, որոնք նույնպես տարբերվող են եւ ունեն իրենց ուրույն դիրքն ու տեսքը։ Տեսեք, ինչ գեղեցիկ է։ Նրա ոգին է ասասան, հայո ջախում բացվի գարուն, խինդու սիրով լցվի մանկան, խինդու սիրով լցվի մանկան, հայրենիքս հզորանա ու շենանա, ծովից ծով Հայաստան նորեն պիտի դառնա։ Հայաստանի կիսանապատային թերևս ամենագեղեցիկ տեսարաններից մեկն է հիմա ձեր առջևում, ձեր էկրաններին ընկերներ, սա տարբերվող գեղեցկություն ունի։ Ես երբ որ առաջին անգամ տեսա այս սարը, ուղղակի սիրահարվեցի։ Հեռվից մոտավորապես 20-30 կիլոմետր հեռվից, երբ որ նկատեցի այս սարը, ուղղակի գժվում եմ ես նրա համար, լիշ սիրուն է։ Եվ հենց նրա դիմաց է, որ այգիներ են տնկել մեր հայրենասեր հայորդիները եւ մշակում են։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Եթե այս ծառերը չլինեին, սա էլ կիսանապատային մի օղակտոր կլիներ, բայց տեսեք մարդը ինչպես է գեղեցկացրել այն։ Եվ իհարկե BMW-ն, որ կատաղի աբգոն արեց։ Նա չէր էլ պատկերացնում, որ մենք նկարում ենք հիմա, որ մեր բլոգի մեջ տեղ գտնի այս հեքիաթային տեսարանը։ Թե չէ ես որ քշեի, ագին բարդ կներ ինձ անցնելը։ Неважно, что у машины под капотом. Самое главное, это то, кто сидит за рулем. Որ ասում եմ այս ճանապարհահատվածը Հայաստանի չճանաչված, բայց ամենասիրուններից է, մարդիկ կային չէին հավատում։ Տեսեք գեղեցկությունը այս ամենի, այս բնության։ Մտքովդ չել կարող անցնել, որ գալիս է տարվա մեջ եղանակ, որ այս դաշտերը դառնում են դեղին։ Բայց արի ու տես, որ այդպես է։ Փոփոխական, բայց գեղեցիկ։ Էրզարումից տարիներ առաջ
է զարդարվել այս դաշտամիջյան հատվածը, որովհետև դեղին ծաղիկներ կային այնտեղ։ Եվ որոշել են այս մի հատվածը տարբերել մնացածից իրենց գեղեցկությամբ ու շքեղությամբ, հավաքվել են միասին մի տեղ ու բունտ են անում։ Ասում են դաշտը կարող է նաև դեղին ու թարմ լինել։ Մենք էլ համաձայնվեցինք մի անգամից, որովհետև իմաց չտեսա նրանց այդ վիճելու, ախր շատ գեղեցիկ ու նուրբ էին։ Եվ այս անջրտի պայմաններում նրանք մեծացել են ու իրենց խոսքն են մեզ ասում։ Պիտի լսենք։ Լսենք, Վարդան, լսի, տեսի չեն ասում։ Տղա ջան, ասեմ, Էջմիածնայով դուրս եմ գալի, եթում եմ փարաքյալով, կազինոներով, մտնում եմ պրասպեկտ ու թեքվում եմ գումի բազար։ Արենցին է գորքդ երկում Սուրբ խաչը քեզ լինի Գառնի հերոսներն են ընկերներ։ Հիմա մենք գտնվում ենք Գառնիում եւ հենց սկզբից մեզ դիմավորեց հայրենական պատերազմին նվիրված հզոր քանդակը։ Աղավնին էլ գլխին, որը նշանակում է հավերժ խաղաղություն թող լինի եւ զինվորները կարիք չունենան գետ մեկ փամփուշտ կրակելու։ Խորհրդավոր եւ իմաստուն հուշարձաններ են կառուցել, որպեսզի մեր սերունդները միշտ տեսնեն ու եթե չպատկերացնեն էլ ուղղակի իմանան, որ պետք չի, բայց եթե պետք լինի, մենք կանք ու մեր տեղում ենք։ Դապարվանի ափերին քարո Հեղինե ջան, ջաղած մարկետի դեմը կանգնած եմ։ Չես բարձրացի ուղիղ։ Բարձրանամ։ Բարձրացի, մինչև միապետ նորից խանութ կա դպրոց չհասած։ Հենց այդ խանութով ծախարան մտի, երևում արդեն սպորտզալը։ Սպորտզալ։ Հա, սպորտզալը, հենց ուղիղ բարձրացի այդ ջաղած խանութ։ Բարձրանում եմ։ Հեսա մինչև հասնեմ խանութ։ Միապետ խանութ կա։ Հեսա տեսա խանութը։ Հենց ծախարեք, դες Խանութը անցնում եմ, թե չանցած, այդ ոնց աստեի։ Հենց խանութի կողքով ծախարան։ Հա, այդ տենց էլ այն, վերևն էլ դպրոցն է։ Վերևն դպրոցն է։ Հա, ու հիմա մենք գալիս ենք սպորտ դպրոցի կողմ, հա, սպորտով են զբաղվում 3 աղջնակներ ֆուտբոլի դաշտում, տեսեք ինչ հետաքրքիր է։ Բարև ձեզ։ Ուղղակի նրանք մեզ բարև չտվեց։ Մեղվի փետա, արա տղերքը։ Բարի օր ձեզ, տղներ ջան։ Ասո բարև տղեկ ջան։ Լավ եք։ Հիմա աստե Պետակների մոտով մի քիչ չեք ես տուրթը հանեմ։ էս նորակառույց տունն է ձեր տունը։ Չէ, մի քիչ էլի չեք ներքել։ Մեկ քիչ էլ իջնենք։ Ահա, իջեք ես համնեմ դուրս։ Հա։ Քարեր կա թափածել, քարերի մոտ կանգնեք։ Հա, հեսա աս։ Օ, որա մեղուներ, ես կծեն սրանք։ Մեղուներից անցեք, Ահա։ ահա։ Վախենալու մեղուներ ունեք։ Շատ են նրանք։ Այս քարերն էլ տեսամ, Արթիկի տուֆն, հա։ Արթիկի տուֆը Գառնիում, այս ձեր բակն է մտնում։ Հենց ուտեղ կանգնեք, հա, այդ մեր հայատնա, ես դուրս եմ գալու։ Մեղրով տորթի տարբերակ գոյություն ունի այս աշխարհում, որ տենց հետաքրքիր բան է դառնում։ Մեղրով։ Հա։ Չգիտեմ։ Ես հիմա ձեր բակում կանգնած եմ։ Ընկերներ, այս տորթը արդեն ձեզ պետք է ինչ-որ բան ասել։ Օրինակ պետք է ասել, որ Գառնի ենք ասել մի աննման գեղեցկուհի ու հարգված հարգարժան մեծապատիվ զոնքանչի համար, այո, Սեդրակ մեծ աղբերը գտնվելով Հունաստանում որոշել է մի նուրբ ու գեղեցիկ անակնկալ մատուցի իր զոնքաչ մայրիկին, քանի որ սերը շատ է, հարգանքը շատ է, շնորհակալություն հայտնելու առիթներ է ման գալիս, որ անընդհատ զոնքանչին գովերքի, իսկ հիմա մեզ մեր աղբերները տղեր ջան Ջան եմ ասել, լավ եք խաղում։ Հա։ Աղբեր ախր ուսանում եմ, ամեն շորերս մի քիչ թիթիզ է, եկեք կեղտոտվի։ Հլեք եկեք մի քիչ խոսանք, աղբերներ։ Բա ինչ եք անում։ Ֆուտբոլ ենք անում։ Կային եք աղբեր։ Ստեղ խանութ կա, չէ։ Հա։ Գառնի մատաղ սերունդն է, ով զբաղվում է սպորտով, հա։ Սպորտային եք, չէ, տղեկ ջան։ Բոլորին խորհուրդ եք տալի, չէ, որ սպորտով զբաղվում։ Այո։ Մալադեց, ապրեք։ Հա, հաստատ։ Դե ձեզ լավ որ տղեկ ջան։ Ձեզ։ Կներեք, որ այս անգամ չեկամ, հաջորդ կգամ։ Հա։ Գառնի մեր փոքր աղբերներն են, մեր սերունդը,
ում նայելուց մենակ հպարտություն ես զգում։ Շատ քիչ տեղեր կան, որ գնում ես ու տեսնում ես այսպես փոքր ու զբաղվում են սպորտով, ֆուտբոլ են խաղում, գնդակ են տշում։ Հետաքրքիր է ու գովելի։ Այնպես որ մենք Գառնից հիմա շատ գոհ ու շնորհակալ գնում ենք էլի Գառնի։ Զանգենք մեր մեծ աղբորը, տենանք Զոքաշ մայրիկի ծննդը որ օբյեկտում են նշում։ Իրանց օբյեկտում են ընդհանրապես նշում, բայց իմանանք օբյեկտի անունը, չէ՞ Վարդան։ Դե հենց հիմա ես կզանգեմ մեր աղբորը մեծ։ Հենց հիմա իջնում եմ, նայ իջնում եմ, տես, իջել եմ, չէ՞։ Ու Գառնի ջուրն եմ խմում, նայ, աղբեր, նայ։ Որտեղ եմ։ Ժաղաց մարքետի դեմն եմ։ Պլյուս դրան։ Գնացիմ հեղինե քույրիկից տորթը վերցրիմ, նա ինչ զոնքանչային տորթա թխե։ Էն որ դու ինձ ասիրեն նենց ար որ սիրուն էլի, չէ։ Ախպեր սաղ սիրուն եմ արե, հա, որ հանկարծ ու հանկարծ։ Դժգոհ մարդ չլի։ Չէ, դե ես ըստե նկարելու բաներ ունեմ, հիմա մեր մոտ ժամը 6-ն է, 7-ի կողմեր կետամ էլի։ Համի, Գառնի մեջ եմ։ Հա, ուր է թամ նկարեմ, ասա։ Դե Գառնին Գեղարդը նկարել ենք, ինչ կա աստե որ կարելի է այլին նկարել, սիրուն տեղը տեղին, որ Գառնի շունչը զգացվի, հա։ Գառնի մենք ցենց է կանենք անցնենք։ Բա, հիմա կընտրոնում ենք էլի, քարերի սիմֆոնիա։ Ո՞վ է թան քարերի սիմֆոնիա։ Հիմա համ նկարում ենք, համ դու ես մեր հետ։ Մեր սրտիդ խոսքը ասա։ Ես քո կյանքի մերն եմ ինչ ասեմ, ախպեր։ Բայց լավ բան աս։ Ես շատ ուրախ եմ, ախպերս, շատ ուրախ եմ, որ քո հետ ախպեր ցանցել են ցավը տանը։ Ես միշտ լավ բան եմ ցանկանում, ախպերս, ամփորձանք կնես, Ստեփան ջան, դու միշտ քո խումբի հետ, քո ընկերոջ հետ, ախպեր, Վարդանի հետ, ախպեր։ Վարդանին ցույց տամ։ Վարդանն էլ աստե։ Վարդան, որ Ես որ եկամ Վարդան ջան, բարոյ ախպերս։ Ես որ եկամ անպայման պետք է հանդիպենք իրար։ Հանդիպելու ենք, ես ասել եմ, չէ՞։ Ես խոսքը տվել եմ։ Հենա Գառնի ու մենք, մնում ենք Գառնի։ Քարերի սիմֆոնիա ոնց է նետում։ Քարերի սիմֆոնիան ապեր դիշնես զոր, եթե ուզում ես դիշնես, իջի դեր նկար, եթե լանավ։ Այդտեղ ընդ նկարենք, միշտ լսել ենք չեն գնացել։ Այդտեղ նկարենք մինչև ժամը գա։ Պահը հասնի։ Զոնքաշ մայրիկին շնորհավորելու, հա։ Օբյեկտի անունն ի՞նչ է, օբյեկտը ասա, էլի անունը։ Կարասներ, կարամներ ուրեմ, կարամներ, այո։ Անտե ակտի գոնդի եթե ձեռը հետել տեղ արեք նկարես բանես լավ։ Այսա դրոնով կետանք իշնենք ընդ ակամայից։ Հələ սամոյ ասել։ Ապրես ես խորհուրդ եմ տալի հիմա։ Տորտը պրոստա։ Ապեր ուզում ես դե բանանը Ստեփան ջան, ես քեզ ցույց տամ ապեր, ես ասիչն սիմֆոնիայի կականդել նոր չոտքի է։ Ես կարել։ Ուզում եմ դրոնով եթանք։ Դրոնով ես ուզում, եթե թե ավտոյով։ Դե ավտոյով ու դրոնով էլի։ Հա։ Որ սիրուն է, էլի։ Հələ շատ սիրուն է, 41 թվի այս հուշարձան շատ սիրուն է ձեր մոտինը։ Նայ անցած անգամ եկել էի չէի տեսել, հələ մի րոպե։ Հա։ Հա, աղավնին էլ նստել է գլխի վերևը, նայ։ Հա, հեսա տես։ Ալա տեսել աղրամ որտե դուստե։ Աղավնի։ Ղուշ։ Խաղաղության ղուշն է, էլի։ Ընկերները, հա, մեր սեդրակ մեծ աղբոր հետ գնում ենք քարերի սիմֆոնիա։ Այսքան ժամանակ ասել եմ, խոսացել, պատմել եմ քարերի սիմֆոնիայի մասին, բայց ցույց չեմ տվել։ Հիմա կգնանք, ցույց կտամ։ Կտեսնեք ինչ գեղեցիկ է քարերի սիմֆոնիան Գառնիում։ Բայց գիտես, չէ, մեր մարզում էլ քարերի սիմֆոնիա կա։ 4-5 հատ ունենք։ Շատ սիրուն։ Բայց Գառնիի պես sense ճամփա չկա, որ այդաս հերվիս պետք է նայես, հիանաս, հիշես իր մասին ու գնաս։ Տեսեք ընկերներ Գառնիի թաքնված գեղեցկուհի անկյուններից է սա։ Եթե գաք ու միանգամից գնաք Գեղարդ, սա չեք տեսնի ավաղ։ Այնպես որ պահը գտեք, ժամանակ գտեք, տնտեսեք ձեր ժամանակը ու անպայման այստեղով անցեք։ Տեսեք ինչ հիանալի է։
Ոտով աստե, ստե ոտի թեմա է ֆռում, լավ, ոտով կեթանք։ Ընկերներ, հիմա մենք մեծ թափով իջնում ենք Գառնի ձորը։ Այս բանն է, քարերի սիմֆոնիա։ Հիմա տեսեք ուր են գնում։ Որը լրիվ վիճակ է ջոկում։ Ապե չէ, եթում է։ Իջնում ենք ապարը տանենք ելնենք, էլի։ Այնտից կանք դրոնով բանով, սես մտ նկարելով հավեսով իջնենք։ Տեսեք, լիքը մարդիկ են եկել հեռու տեղերից, ձիելում ենք, նայ, ձի։ Ընկերներ, մեր տրանսպորտը, որով հիմա շարժվում ենք, ունի պանորամա, որը մի քիչ սեփելու կարիք կար, որ ավելի լավ էր, բայց սես ված չի։ Տեսեք ինչ տեսարաններ են։ Իջնում ենք Գառնի ձորը, իջնում ենք, հա։ Այն ես նկարենք, էլի։ Գեղեցիկ Գառնի ձոր, մանկական, իմ երազանք, թող այ ախպեր նորմալ է բռնում են։ Տեսեք ինչ գեղեցիկ տեխնիկայով ենք շարժվում ընկերներ, ամեն ինչ ուղղակի չոկի-պոկի, ուժեղը ամեն ինչ գնում ենք, տեսեք ինչ սիրուն տեղ, սիգնալելում ենք։ Տեսեք հիանալի, ես կահանգ առա ախպեր, ախպեր ինչ ես ուզում հայիշնես։ Հիմա ախպեր էլի ես գնալու, վարպետ էլի ես գնալու, բայց ժան եմ ասը գնում ենք ախպեր, ախպեր մենք գնում ենք։ Մենք հիմա նկարում ենք աչից, ձախից, վերևից, ներքևից ընկերներ, տեսեք ինչ սիմֆոնիա է այստեղ, գեղեցկություն, կարծես մեղուները սարկասնում են։ Տեսեք ինչ հիանալի է, ես հիմա գևոր կաղպոր տեխնիկաներ կնկարեմ։ Գև ջան, եսի վճարույա, չէ վապշե։ Վերևը մուծում են, նստում ֆռում են, չէ։ Ընկերներ, ընդհանրապես այս մեքենան միշտ լիքն է մարդկանցով, ուղղակի այսօր ես ու Վարդանն էինք մենակ։ Տեսեք, հարմար տեղերով, հավես ադուշի տեղա։ Այս սիրուն տեղերը այսքանն էր, հա։ Հազար բարի։ Դու Facebook բանն ես։ YouTube մտնում ես։ Չէ։ Ու ինչ ես տեսել вообще։ Չես տեսել, որ տոր ծաղիկով ծնունդ եմ շնորհավորում։ Никогда не слышал։ Գառնել եմ եկե մի քանի անգամ։ Չէ, ախպեր։ Ես դու ես սարքե, թե ուղղակի քշում ես։ Ախպեր քեզ հետևից եմ նկարել, չերևում որ դու ես։ Եվ ջան, որ ես վիդեոն կտենաս ախպեր, 1000 բարին քեզ նախ, կճանաչես կիմանաս, ում ես տեղափոխեք քո հրաշք մեքենայով, ես էլ քեզ բարևում եմ, ողջունում եմ ստեղից, դու հիմա չգիտես, բայց կիմանաս, էլի։ Ահա գալիս է գևը, որ միասին գնանք, հենց հիմա ես իրանք կայնացնեմ։ Վարպետ գնում ես, Վարդան արի գնում ենք, հա ստենք նստում, մեր սիրասները ես աղպեր։ Գնում ենք ընկերներ, ինչ հրաշք տեխնիկա է, եկար հավեսով, սես նստում ես այսենց, ու գնում ենք։
Հիմա լայքում եք ու բաժանորդագրվում եք հենց այս պահին հարգելի գառնեցիներ, մենք ձեր մոտ էինք, իսկ դուք մեր մոտ, մեր տեսանյութի մեջ եք, այնպես որ հիմա դրոնը հազիվ է հասնում այս տեխնիկայի հետևից։ Տեսեք ինչ հրաշք տեսարաններ են։ Հիմա ես Վարդանն եմ, Վարդանը դրոնը։ Ես նկարում եմ հեռախոսով, Վարդանը նկարում է բանով, դրոնով։ Գնում ենք, մեր գև աղբերը բոլորին օգնում է, մենք նոր հյուրեր ունենք։ Մենք արդեն մենակ չենք, նոր մենք մեզ մենակ ենք զգում փոքր ինչ, հիմա էլ մենակ չենք, հա Վարդան։ Ընկերներ, հրաշք է այսօր, հրաշք, իսկական հրաշալի պանորամա, տեսեք, ափսոս, հետքան էլ մաքուր պանորամա չի, թե չէ ուժեղ կադրեր կունենայինք։ Հայոց ազգի գույս աղջիկներ ասկարներ խլին տարան, հայոց ազգի գույս աղջիկներ։ Տեսեք հրաշալի, սալիկապատված բան է, էլի, տեսեք ինչ հետաքրքիր սիրուն գեղեցկությունը։ Այսենց սիրուն գնում ենք, ամեն ինչ ուղղակի հիանալի է, տեսեք կամուրջը, տեսեք ինչ հետաքրքիր կամուրջ է, մի հետաքրքիր ժամանց ունեցանք մենք այստեղ, ճուտիկներ, լավ ա? Այսօրով այստեղ եկել էր հանգստանալու հանկարծ, որ տեսնի այս տեսանյութը, սա նշան է, որ լայք եք ու բաժանորդագրվեք, թե չէ հնգերը տես չի լի, հավեսով էլի։ Ահա մենք հասնում ենք ֆինիշին ընկերներ, տեսեք ծակվել է տրուբան և ջուրը դուրս է պզում Գառնիի ձորում։ Վերջացավ սիմֆոնիան, բայց այն կմնա մեզ հետ միշտ և մենք կհիշենք նրա գեղեցիկ երաժշտությունը։ Դե լավ մնա, մտ ձերովար աղբերս։ Հիմա ընկերներ մենք այստեղ ունենք արդեն ընկերություն, ծանոթություն, դրա համար գնում ենք տենանք ինչ ենք անում։ Եկանք ձեր մոտ, հլը ձեր սրտի խոսքը ասեք մի քիչ։ Մի լավ բան ասեք, չեք ասում։ Խաղաղություն թող լինի։ Դուք շատ բարի եք, ես ձեզ այն շատ շնորհակալ եմ։ Անուշ աղբեր, ինչ ես մեջքով կանեք, ես չնկարեմ, չէ։ Դե մի քիչ նկարիմ, ոչինչ։ Արի հյուրասիրվի։ Չէ, ախր չեմ ուզում, շատ համով է, նայեք ինչ լավն է, ինչ լավն է, ինչ Համով սիրուն է։ գաթակ է։ Ես պրոստը վերցել եմ, բաժանեմ սաղին, մարդիկ են մի քիչ ընեց բան չեն, էլի ակտիվ չեն, որ բաժանեմ։ Որը հլնդե, երրագույն քար են նկատենք բոլոր։ Յուր կատարած սխրանքներով կոչվեց Սարեր ու Ասլան, յուր կատարած սխրանքներով կոչվեց Սարեր ու Ասլան։ Հայ քաջեր, ժամն է մեր օր հասական, մեր երրագույն դրոշ։ Գևը ձեր որդին է։ Ոչ իմ եղբայրն է։ Եղբայրը։ Հələ ջան, Գևը լավ տղա է։ Գևը լավն է։ Պրոստը չուզեց էլ իրան նկարեմ։ Հա, բայց ես միշտ իրան հետևից եմ նկարում։ Հետո ինքը տենա, ասում է չեմ ճանաչում քեզ։ Այնքը գառնից չի դրաման։ Հա, ինձ մենակ քո գառնիու չեն ճանաչում։ Ես ես ճանաչում։ Գևս ճռռցրեց։ Գևիս գեղեցիկ տեխնիկան։ Որտեղ եք անել։ Գնալու ենք կարասներ հանգստի գոտի։ Հե։ Կարասներ հանգստի գոտի։ Ապա տեսեք ինչ քար է այստեղ։ Ձեր անունը նորից կասեք։ Տոմա։ Տիկին Տոմա, հələ տեսեք ինչ սիրուն է էսի։ Դուք շուտ եք, չէ՞, տեսես գեղեցկությունը։ Էսի ժայռերն է, չէ՞։ Էս սիրուն դզրտել եք, ավել բաները ջարդել եք ու դարձել է գեղեցիկ հյուրընկալ անկյուն։ Գառնիի ձորի առօրյան է ընկերներ։ Տուրիստները տուրիստի հետևից են գալիս։
Այստեղ նաև հայերն են շատ։ Արա իսկ ի՞նչ սիրուն է ախպեր։ Հլեսի նայք ի՞նչ սիրուն է։ Լրիվ է, շատ սիրուն։ Ոնց որ ներկացն է, ոնց որ մի շատ տաղանդավոր նկարիչ քանդակագործ է սարքած լինի։ Առաջին հայացքից չի թվում, որ սովորական քար է, հնակեղ։ Տեսեք ընկերներ հեռվում եկեղեցի է, մոտավորապես պատկերացնելու համար թե որտեղ է, տեսեք։ Եվ սա մեր սմարթֆոնի շնորհիվ են կարողանում ցույց տալ։ Հա? Հարուստ։ Haustar, ես էլ Հա, մի րոպե։ Հա, Haustar, Haustar, այո, Haustar։ այո, Haustar, մեր եկեղեցու անունը այդպես Բա է։ ոնց է, ինչա տենց էլ է Haustar։ Այդպես են ասում։ Ամենափրկիչ են ասում։ Ամենափրկիչ։ Գյուղացիները ամենափրկիչ։ Դե գյուղացիները ամենաճիշտը կասեն, թե չէ օքաղկեցին չի ասելու ամենաճիշտը։ Haustar-ը բոլորը տենց։ Ամենափրկիչ Haustar-ը, տեսեք ընկերներ։ Որի՞որ դարը, 10, 10-րդ դարի կա։ 10-րդ դարի կառույց։ Ընկերներ Գառնի ձորում հիմա մենք ավազի կոֆե ենք խմում։ Հեսա ավազը, հեսա ջազվա, ախպեր ինչ էր անունը։ Да что ты, черт побери, такое несешь? Սրճեփը, հա, սրճեփը։ Բարեկամս, հայերեն խոսենք, սրճեփը։ Տեսեք, սրճեփը, ավազը, շաքարավազը եւ իհարկե ջուրը։ Երումասս բլբլտում, հա։ Ընկերներ սուրճը հայ-հայ էր թե թափում էր, բայց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ոչ մի բան էլ չթափավ, թե թափավ ախպեր։ Չի թափե, դաժե եթե թափելա չի թափե։ Ահա, տեսեք ինչ համով սուրճ է, սա հատուկ սուրճ է։ Անուշ ախպոր կողմից է այս սուրճը։ Ես ես կբերցնեմ, կգնամ խմելու։ Сливки? Нет, нет. Я люблю, когда кофе черный, как мой мужчина. Ահա եւ վերջ Գառնի ձորը։ Մենք գնում ենք հիմա Գառնի կարասներ հանգստյան գոտի, որովհետեւ հանգստանալու պահեր կա։ Ավելին ասեմ, զոնքանչ կա, որ պետքա ծննդը շնորհավորենք։ Գալիս է։ Ախպերս ես դու ես տենց սարք է, այս բանը, այս պահը։ Այսի։ Ուժեղ է, բայց սիրուն է, ես մեկը պրոստը արդեն պոկվել է։ Հա, ախպերս, ճիշտ էլ արել ես, ախպեր, քշվող ավտոն, ոնց ուզում ես արս տենց ալում, այսի։ Ընկերներ, Գառնիում կարծես ես լինեմ Եղեգնա Գառնիում։ Այո, շատ հարազատ է ինձ Գառնին։ Հիմա Վարդանի հետ նստենք ու շարունակենք մեր ճշմարիտ ճանապարհը դեպի Կարասներ հանգստի գոտի, որը գտնվում է մինչ Գառնի մտնելը։ Իսկ մենք արդեն մտել ենք Գառնի։ Մտել ենք հերիք չի, իշկա չկա նկարել ենք։ Ինչ ես անում Վարդան։ Ես ինչ ես անում, մորա։ Ֆլորիստ դիզայներ Մարգարյան Ստեփան, ով ուզում է նման փնջեր ընկերներ, տարածեք այս տեսանյութը, շուտով կստանաք ձեր փեսայի կողմից։ Անուն էլ կդնենք, որ թորների կողմից է, բայց փեսայի կողմից է։ Այո, շատ սիրող փեսաները իրենց սերը տարբերվող ձև են արտահայտում զոնքաշ մայրիկների հանդեպ, դրա համար մենք միայն դե մտ նկարի ես պահը, հլը նա ինչ արին։ Նա եսի մեկ, երկուս, իրեք, տոս, հինգ, ես էլ ամբողջ պունջը։ Հելել են դուսը մարդ կա, կա մեզ են սպասում։ Գլխով անմաս մարի, դե գնացինք։ Մենք գնում ենք օպերացիան սկսենք։ Ոնց էլ էլա դուրս։ Դուրս հելասները ուրիշ մարդիկ էին, նոր հելան ընձե ասին արի, տարաս գաս, վերցել ես բանը գլպիկը։ Դե գնանք էլ է արդեն։ Ընկերներ, պահը վրա հասավ Գառնիում։ Մենք հիմա Գառնիում ենք և ունենք գեղեցիկ անակնկալ, կարասներ,
ռեստորան հանգստի գոտում։ Այո, տարբերվող միջավայր հանգիստը անցկացնելու համար միևնույն ժամանակ ճոխն ու հասարակը խառնել են իրար ու մի գեղեցիկ հանգստի զոնա են ստացել։ Իսկ մենք հենց հիմա ես ու Վարդանը ձեր անունը չէ։ Իրական չէ։ Ստեղը։ Գնաց լավ։ Ինքնա։ Ո՞ր հիմա դա։ Բարև ձեզ։ Այսօր ձեր ծնունդն է տիկին Լալա, հա։ Ինչպես եք, շնորհավոր ձեր ծննդյան օրը։ Անդե քեֆ եք անում, արդեն նա ծափել չենք տալի, հա, արդեն այտենց։ Ծափերը տվեք, ես նոր եք հավաքվել։ Բա ուր են հյուրերը չեն եկել։ Հələ չեն եկել։ Ախ, նրանք շատ են փոշմանելու, որ չեն եկել, ոչինչ։ Կարևորը մենք ենք եկել ու կարևոր մարդկանց կողմից ենք եկել։ Հա։ Ձեր ժպիտը խորամանկ է, կաղա, արդեն զգում եք ում։ Ինչ զգում եք։ Զգում եմ արդեն։ Հələ մի րոպե, հիմա Սուրենը դու ես հիմա, 1000 բարի։ Հա դու մեզ պետք ես հիմա, աստե սպասի, հեսա տես ինչ ենք անում։ Այսօր ձեր օրն է, բոլորը շատ են ուրախացել։ Մանավանդ այս աշխարհի վրա մի հոգի կա, այդպես աշխարհով մեկ այլ է, շատ ուրախացել է, որ շնորհ ձեզ ուրախացել։ Այն նոր անուն տվես, չէ, նոր անուն տվես, չէ, ինչ որ անուն ասած, բայց բանը, անցքի մոտ չի, հա։ Ոբշե մոտ չէ։ Հա։ Լա անուններ ասեք, անուններ, ում եք շատ սիրում։ Սուրեն, Սարգիս, Ծաղիկ, Հեսեսեթոն, Յաննա։ Ես հենց ստե պետք է ասեմ ջան, որտեղ իմ ուզած անունը լսել եմ։ Տենաս որ։ Ձեր Պեսան ձեզ շատ սիրում է, ու տեսեք, այս տորթի նայողը, բա, էլ երեխեք է անուն կտա, այս Պեսան մենակ կարա սենց ռոմանտիկ, շնորհակալական, անակնկալ անի, ձեզ շատ սիրում է, դրա համար ասել է հատուկ կախարդական մոմեր բերենք, որ ձեր երազանքները կատարվի, այնպես որ պահը բաց չենք թողնում, պճում եք մոմերը, ընդե նստած բոլորը, այս է սաղ ծախ ենք անում, հա, կատարվելու է ձեր երազանքը, բայց միշտ պճելը մի բան էլ ասեմ, իհարկե ձեր աղջկա կողմից էլ է ծաղիկի, ձեր շատ սիրում են, դե չեք տնակ ինչ արում։ Դες քաղցրությունը ձեզ լինի, վերցրեք, հեսա իսեր անպակաս լինի, շնորհակալ է ձեզ, տենց լավ աղջիկ իրան տալու համար, շատ շնորհակալ է, իսկ հիմա տորթը միտեղ դրեք, ուրիշ գործ ունենք անելու, այստեղ է, որ մեզ պետք է Սուրեն, բարեկամս, մամային ծաղիկները նվիրի, բայց անես, որ փեսայի տեղից էլ էլի ջոգիր, անես մենակ պանչել էլ, որդիական։ Չէ, այ ապերեն ինչ ձև այն, նեց որ երևա, ծաղիկով պակել է սա։ Իսկ հիմա եկեք հլը ուշադրություն դարձնենք, ախես ինչ փունջա է, հլը նայեք էտ ինչ փունջա։ Մեջ ինչ կա։ Չերևում ինչ կա։ Հլը ընդե ոսկի եք սիրում դուք, հա։ Ոսկի չենք բերել, փող ենք բերել։ Հլը այդ փողերը հերթով հանեք, այս հերթով հանեք այդ փողերը։ Հա, հիսա մեկ աշկս տեսա։ Էսի մեկ, այնի մեկ։ Ես էլ մեր Դավիթի և Սամվելի կողմից, հայոց անուններով որ տված ձեր թորնիկները, տատիկին Մարոքություն իրանց անփորձան Էսի ասիմ թոմնա Չէ ախպեր, ենի պետ չէ, սաղ հոբելարինն է Բոլորը ձեզ և այս ծափերը ձեզ Այս ծափերը Բաս տեղ է թոմ Ջանին, ազիզ ջան, անփորձան կլնեք Իմ բալեք, կակասնեք ստեց եզի ամուսնացին է Բա, չեք ամուսնաց է? Պելացին, լով, չելը չամուսնանակ շուտ է, մի քիչ մնացեք նով Ուրախացել եք, հլը պեսան թոխոս է, էլի Ապրե, Սեթո ջան, շատ գոհ եմ, չնորակալ եմ Էտուխ մա, սպաս միր, ասմա, հլը չեկան հույրեր, ասմ եմ չելա չեն եկեն Հեսա կկան Բա, մեզ էլ ասել է հանկարդ 7-ից ճուշանակ, հա Ասաց, զոքաշ մայրիկս 7-ը շատ ասինում, 7 թիվը, հա Այդ ժամին ուղիղ մտնեք Հա
Ապրես Դե ձեզ բա Աստվածարուշություն տա, ամփորձանք եմ։ Հեսա մեծ զանկանեմ կասեմ, մի րոպե։ Հա, հələ խոսում եք, լասեք, լսենք, բա ծաղկե չեք ուզում, չէ՞ խոսա, կարևորը մեր Նոր ծաղկից հետ եմ խոսում։ Հա, հենա։ Հա։ Ծաղիկ ջան, շատ գոհ շնորհակալ եմ Ազի ջան ձեզնից։ Մեռնեմ ձեզից, ձեր սիրտը ինձ հետ է։ Մեզ սրտիդ խոսքերն ասել է Զոկաշ մայրիկին։ Սրտիդ խոսքերն ասա, էլ մենք էլ ներկալենք։ Հա, դու ինք ասել։ Իմացեք մեր հետ եք դուք։ Դու ինք ասել։ Abre. Bra. Apor. Դարձնուտը ստավատա։ Հա։ Ասում ես շատ եմ սիրում Զոկաշ մայրիկից։ Լավ արիք ուրախացրիք։ Այսենց այն փողերը տենում ես, այնի չնչինն ինքը շատ է բերելու հենց ինքը եկավ։ Էսի ռեկլամ էր։ Անորեն հեռասի կապերը լավ չէր լսվում ինչ էր ասում։ Ասի մերավ կանի, ասեցի որ է տեսա լավ կնստեք, ասի ջուրկան է, գարկ է, կեզի գաթան է կտար, Դե գարնի պատիվ են տալու հեսա։ Են չեն ճանաչում, մարդկա չի ճանաչում, պատմում եք մենք ով ենք, հա։ Հա, հետևում են մեզ, մենք հետևորդներ ունենք ստե։ Հենա, եկելա, հենա։ Հարսնա։ Հեսա նկարում եք, հələ նայի ոնց է, աներձակդ պակ է մեր ճանապարը, նայի ձերը դրելա ասում այ տուր։ Ապեր ինչ է տղային մեր կումանետ փող չեք էր ճամպ, հա։ Լավ աղբի, կելեք էտանք։ Այնն էց էլ աշկը մնաց են մի փողերի վրա։ Ասում է, բա այն փողերն ուրա, ասիմ ապեր հաջորդ անգամ։ Նստենք տղների հետ, չէ։ Ես շնորհակալ եմ։ Ձեզ լավով, շնորհակալ եմ։ Ապեր նստի ես կետամ։ Ապեր ես ուզում եմ ես մարզազևին անուն դնեմ։ Ֆուտբոլ։ Гениально. Ուծեին։ Տղաները խաղում են ֆուտսեին։ Շեղեր։ Հուշկու էր հարվածը։ Դեղին է գնդակը։ Մեկը սև բերխովա, մեկը սպիտակ։ Բասեինը քիչ հետո պատրաստ կլինի ջրով լցնելու։ Հերիքա նկարես, արի։ Բայց կարա ինչ է ընդամենը մեծ սենց անեին։ Բայց տեսեք, մեծ սիչ են դրել։ Հարգելի ընկերներ։ Կարնի գաթա։ Հա, ես եմ։ Կտանեմ կտամանին։ Տարիք, դիրիկ, անուշեն, հազիչ է։ Շնորհակալ եմ։ Բապան ես ինչ է։ Հա, այն որ տանի որ տայ։ Ձեզ էլ բարի ժամանց, բարին բոլորիս հետ։ Ամեն տեղ, ամեն հարցում։ Ընկերներ, կներեք, որ հիմա սնվում եմ, համել խոսում եմ, բայց տարբերակ չունեի։ Կուրս դավայ։ Ոնց է տամ աշտարակ։ Կարևոր չի, գնա։ Ախպեր դե մարդու ձեռես բավատը չի կարում ցույց տա։ Դավայ իմ ախպեր, Սուրոս դավայ, լավ մնացեք։ Ընկերներ, մենք Գառնիից ուղևորվում ենք ուղիղ աշտարակ։
աշտարակում ունենք հզոր անակնկալ, սիրված մայրիկին որդին, չի կարողացել գալ, դրա համար գնում ենք մենք որդու կողմից մայրիկի ծննդյան օրը գեղեցիկ տոն դարձնենք, այնուհետև նվիրենք ծաղիկներ սիրելի տատիկին, ով նույնպես այնտեղ է լինելու եւ իհարկե սիրելի զոքաշ մայրիկին։ Վարուժը շնորհքով անուշ աղբերա, սա հաշվի առել։ Հենց որ գնացինք աշտարակ Գառնիից։ Եվ իհարկե ընկերներ, Գառնիի մուտքը այնքանով է տարբերվում, որ շատ քիչ բնակավայրեր կան մեր հայրենիքում, որ մեր հերոսների ներկայությունը հենց մտնելուց զգում ես։ Գառնին այդ քիչ տեղերից մեկն է, որտեղ մտնելուց աչի վրա, մուտք գործելուց աչի վրա կա մեր հերոսների ուշահամալիրը, նրանց ներկայությունը եւ հզորությունը, զորեղությունը, փառք մեր տղեկին։ Ընկերներ, Գառնիից Երևան ճանապարհը անցնում է վերանորոգման փուլերը եւ հիմա փոքր ինչ ոչ բարենպաստ վիճակում է, այնպես որ եթե կուզենաք Գառնի գնալ առավել, եթե մեքենան շատ եք ափսոսում, ձեր համար կարևոր է ձեր մեքենայի ինչպիսիությունը, ավելի լավ կլինի գնաք Արտաշատի կողմով, որովհետև այն ճանապարհը սրա համեմատ ուղղակի իդեալական է, իսկ ընդհանրապես լավ ճանապարհ է։ Համել ձեռքի հետ կտեսնեք նոր տեսարաններ, Ազատի ջրամբարը եւ նման լիքը լավ բաներ։ Իսկ այս պահին այստեղ վերանորոգումներ են, այնպես որ տարբերությունը չնչին է, ավելի լավ է գնաք Արտաշատի կողմից եւ կվայելեք իսկական հեքիաթային բնություն։ Հիմա հենց այս պահին հենց այդ ժամանակաշրջանն է, դաշտերը կանաչ են ու շատ գեղեցիկ, ինչպես որ նկատեցիք մեր տեսանյութում։ Շնորհակալ եմ ուշադրության համար, իսկ մենք շարունակում ենք մեր ճշմարիտ ճանապարհը դեպի աշտարակ։ Ընկերներ, աշտարակ գնալուց մենք հանդիպեցինք այս հրաշալի ծառուղուն, բարդուղուն եւ անկեղծ ես շնորհակալություն եմ հայտնում այս գաղափարը իրագործողին, որովհետեւ այն ուղղակի դարձրել է հեքիաթային ճանապարհ։ Սովորական ճանապարհը դարձել է հրաշքներով լի ճանապարհ, կանաչ ու գեղեցիկ։ Կարծես թե քեզ թակավոր ես զգում այս ճանապարհով անցնելուց։ Բա, այս նման մարդկանց շնորհիվ է աշխարհը ծաղկում եւ զարգանում։ Շնորհակալ ենք այս մարդկանց, ովքեր այս սիրուն ծառերը տնկել են ճանապարհի եզրին եւ գեղեցկացրել մեր ճանապարհորդությունը 10 անգամ։ Thank you.